Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Ողջույն Տիկին Ղազարյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սկսենք այն տեղեկությունից, որ լայն տարածում ստացավ, ընդդիմության հեղաշրջման պլանի մասին է խոսքը։ Վարչապետը եւս անդրադարձավ դրան, նշեց, որ սա պատմության մեջ մնալու է որպես տահակների ձախողված հեղաշրջման փորձ։ Ա, Դերակատարները կարծես թե էլի նույնն են, ընդդիմության այն շրջանակները, ովքեր ձեզ համարում են ազգադավ, եկեղեցու ներկայացուցիչներ եւ ռուս գործընկերներ։ Կխնդրեմ այդ պլանի մասով, հա, մի քանի բառ, ձեր դիտարկումները, ձեր մոտեցումները եւ արդյոք նաեւ եկեղեցու վերնախավի հետ քաղաքական իշխանության առճակատումը կանխարգելի չէր նաեւ այս հեղաշրջման պլանի տրամաբանության մեջ։ Ոչ միայն ռուս գործընկերներ, աշխարհասփյուր տարբեր տեղերից նշումներ կային, որ գործընկերներ կմիանան կամ կարող են միանալ։ Ա, Պլանի մեջ ոչ մի օրիգինալ բան չկար, իրար։ Այդ պլանը արդեն մի քանի տարի է գործարկվում ու վերագործարկվում է։ Ինձ համար ուշագրավ էր ապատեղեկատվության տարածումը որպես պլանի հատուկ մաս, որին մենք արդեն որպես հանրություն իմունիտետ ունենք, բայց շատ կարևոր է տեսնել, որ իրենց տեքստերում այդ բառերով են անվանում երևույթները եւ իրենք շատ լավ գիտեն, որ ապատեղեկատվություն են տարածում, ոչ թե տեղեկատվություն։ Օրինակ, այնտեղ մի տող կար բանաստությունների վերաբերյալ ապատեղեկատվության ակտիվ տարածման փուլ։ Այսինքն ակնհայտորեն մի բան, որ իրենք անում են շատ երկար ժամանակ, բայց ակնհայտորեն իրենք հասկանում են, որ դա է ձևը նեգատիվ ֆոն ստեղծելու, տեսակ որ փուլեր կային նեգատիվ ֆոն ստեղծելու, հուսահատության փուլ ստեղծելու, ապաթիայի փուլ ստեղծելու, օգոստոս ամսին մասնավորապես շատ հետաքրքիր ռազմավարություն էր, որը ցավոք սրտի ոչ մի նորարարական կամ փորձարարական կամ ստեղծագործ մոտեցում չուներ կամ միգուցե բարեբախտաբար։ Ինչ վերաբերում է արտասահմանյան կապիտալ ունեցող մարդկանց եւ եկեղեցու ներգրավվածությանը, սա նույնպես նորություն չէ։ Փաստացիորեն այդ դերակատարները վաղուց ի վեր քաղաքական գործընթացների մեջ են։ Դուք կհիշեք մի շրջան կար, երբ որ մենք ամեն օր կարդում ենք, որ Ռուսաստանում նոր կուսակցություն է բացվել։ Իհարկե կարող է առաջին հայացքից տպավորիչ լինել, որ Ռուսաստանում նոր կուսակցություններ են բացվում, բայց այդ կուսակցությունները բոլորը գոնե մեր լրատվական դաշտում հայտնվողները պարզում էր Հայաստանում գործունեություն ծավալելու համար են բացվում։ Կհիշեք Արշակ Կարապետյան, Միհրան Պողոսյան, եթե չեմ սխալվում, մի քանի կուսակցություն իրար հետևից բացվեցին եւ այդպես լրատվականի որպես վերնագիր կարող էր նույնիսկ ուշագրավ լինել Ռուսաստանում նոր կուսակցություն է բացվել, բայց պարզվում էր, որ դա ոչ թե Ռուսաստան կամ ռուսական հանրության համար ստեղծվող նոր կուսակցություններ էին, այլ Հայաստանում եւ հայաստանյան հանրության համար եւ վերջին դեպքերը թե եկեղեցական վերնախավի հետ կապված, թե վերջին ձերբակալությունների ֆոնին, հեղաշրջման կոչերի ֆոնի մասին կարելի է կապել այս տեղեկատվության հետ։ Ես ավելի հանգամանալից չունեմ փաստեր, բայց ակնհայտորեն իմ քաղաքական գնահատականը այն է, որ այս բոլոր ուժերը փոխկապակցված գործում են Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանության դեմ եւ եթե նկատում եք այստեղ նաեւ իրենց բառամթերքից եւ պլանի տրամաբանությունից ակնհայտ է դառնում, որ հայաստանյան հանրության զգալի մասը ներգրավված չէ գործընթացում, որովհետև հանրությանը ապավինել դեռևս չեն կարող, քանի որ հանրային չէ իրենց գործունեությունը, հանրօգուտ չէ իրենց գործունեությունը։ Սա պետք է նկատի ունենալ, երբ որ տեսնում ենք այս դեռ վերլուծելու կարիք կա առանձին տողերով, թե ինչի մասին է այս խոսակցությունը, բայց այնուամենայնիվ փաստը կա եւ այդ փաստի հետ ես կարծում եմ պետք է աշխատենք բոլոր դերակատարներս, քաղաքական գործիչները, մաքուր ցակման քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները, կանգնելով պետության ու պետականության կողքին, ինչպես նաեւ քաղաքասարակությունը եւ մեդիա դերակատարները, որովհետեւ այստեղ մի ուրիշ խնդրեմ ինձ համար նաեւ ոլորտային ի հայտ եկավ, որ ինչպես նկատեցիք, ավանդական մեդիա գործիքներից չէ, որ ուզում են օգտվել, այսինքն որոշակիորեն թափանցիկության, վերահսկելիության դաշտում գտնվող կամ պոտենցիալ ունեցող, որ այդ դաշտում կգտնվեն, որովհետև
նույնիսկ եթե այդ մեդիաների կատարյալ թափանցիկության ձևի հասնենք մենք, իրենց գործիքները իրենք նշում են Facebook, չէ, Facebook չեն նշում, ինչքան էլ տարօրինակ է TikTok, Telegram եւ Instagram, այսինքն հարթակներ, որտեղ այդ մեդիա գործունեությունը գործնականում անվերահսկելի է, եւ ես հուլիահույս եմ, որ նաեւ մեդիա դերակատարները նույնպես իմունիտետ ունեն այս պահին այդ ապատեղեկատվության եւ սադրանքների դեմ եւ կարողանան պատշաճ պետականամետ վարք դրսևորել, երբ որ նման հարձակումներ կլինեն, իսկ դրանք եղել են, դրանք լինելու են, դրանք չեն դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ այս զարգացումները կան Հայաստանի շուրջ, քանի դեռ Հայաստանում պայքարում են միմյանց դեմ ոչ թե քաղաքական կուսակցությունները, այլ ժողովրդավարությունը եւ հակաժողովրդավարությունը։ Քաղաքական իշխող ուժի առճակատումը եկեղեցու վերնախավի հետ։ Էլի այս հեղաշրջման կանխարգելման տրամաբանության մեջ է սկսվել ու շարունակվում։ Եկեղեցու հետ կապված պատմությունը, ինչպես գիտեք, ավելի վաղուց է սկսվել, քան վերջին սերացումները, եկեղեցական գործիչները ոչ թե որպես անհատ քաղաքացի իրենց անունից, այլ եկեղեցու անունից, հենց եկեղեցու անունից բազմիցս հայտարարություններ են տարածել քաղաքական բովանդակության, անկախ նրանից, թե ինչ բովանդակություն ունի այդ քաղաքականությունը, թե որ կուսակցությանն է աջակցում, իշխանական է, ընդդիմադիր է, պետք է հասկանալ, որ ինչքան էլ մենք խոսենք այն մասին, որ առանձին եկեղեցականները քաղաքացիներ են, ովքեր ունեն քաղաքացիական դիրքորոշում, երբեմն կարող են դա ավելի սուր արտահայտել, նրանք իրենց դիրքորոշումը արտահայտում են տեղամասերում եւ այլն եւ այսպես շարունակ, ինստիտուտի անունից հայտարարություն տարածելը այլևս չի տեղավորվում այն ազատության տրամաբանության մեջ, որի մասին խոսում են հաճախ նաև եկեղեցու որոշ պաշտոնյաների պաշտպանության կողմից հանդես եկող մարդիկ, որովհետև իսկապես միգուցե հոգևորականներ կլինեն, ովքեր կունենան դիրքորոշումներ, բայց նրանք օգտագործում են եկեղեցու անունը, սա շատ կարևոր է։ Այսպիսի դեպքեր եղել են ոչ մեկ անգամ, բազմաթիվ անգամներ, օրինակ երբ որ 21 թվականին իրավիճակը լարվել էր, ակնհայտ է, որ եկեղեցում կան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ։ Ակնհայտ է, որ ակադեմիայում կան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ։ Ակնհայտ է, որ X համալսարանում կան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ։ Զինվորականության մեջ կան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, բայց այս գրողների միության մեջ իդեպ ինչ որ միությունների մեջ, փաստաբանների մեջ կան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, բայց այս մարդիկ շարունակաբար ինստիտուտների անունները օգտագործելով քաղաքական հայտարարություններ են անում, օրինակ 10 հոգի մի համալսարանից համախմբվում են դիմադիր քաղաքական հայացքներ եւ համալսարանի անունից է հայտարարություն անում։ Համալսարանի անունը օգտագործում է քաղաքական գործունեության մեջ, դիրքավորելով այդ համալսարան կամ այդ ինստիտուտը որպես քաղաքական կուսակցություն։ Սա շատ արատավոր պրակտիկա է, չնայած նրան, որ մարդիկ առանձին ինքնուրույն կարող են իրենց քաղաքական դիրքորոշումները արտահայտել։ Եվ այս նույն բանը շատ ավելի մեծ մասշտաբով վերաբերում է եկեղեցուն, որովհետև եթե օրինակ ինչ որ միություններ ստեղծագործական ունեն X քանակի շահառուներ կամ շահակից խմբեր, ինչ որ համալսարաններ, ակադեմիաներ ունեն X քանակի շահակից խմբեր, բանակը եւ եկեղեցին այնպիսի կառույցներ են, որոնք գրեթե ընդգրկում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը որպես շահառու կամ շահակից խմբեր։ Եվ այս տրամաբանությամբ այդ երկու կառույցների նկատմամբ ավելի խիստ է իրենց ինստիտուտի անունը որպես քաղաքական գործընթացում դերակատար օգտագործելու նկատմամբ մեր վերաբերմունքը եւ ընդհանրապես հանրային վերաբերմունքը, որովհետեւ երբ որ մենք ասում ենք եկեղեցին եւ պետությունը անջատ են, դա չի նշանակում, որ պետությունը անջատ է եկեղեցուց, դա նաեւ նշանակում է, որ եկեղեցին ինքը նորից կրկնում եմ, ոչ թե իր առանձին սպասավորները, ովքեր կարող են ունենալ շատ բազմազան քաղաքական հայացքներ, այլ եկեղեցին ինքը որպես ինստիտուտ չի կարող ներգրավել քաղաքական process-ներին։ Մինչդեռ օրինակ Հայաստանյայի Ծառաքելական Սուրբ եկեղեցին այս պահին դարձել է կուսակցություն, այսինքն ինքը կոնկրետ կուսակցական գործունեություն է ծավալում եւ կոնկրետ քաղաքական գիծ ունի, մտել է քաղաքական պայքարի մեջ, այս ինչ որ դիրքավորմամբ, քաղաքական, աշխարհակաղակական, աշխարհայացքային դիրքավորմամբ եւ պայքարում է իշխող կուսակցության դեմ։
Այսինքն մենք էլ ենք կուսակցություն, ԿՊՆ-ն էլ է կուսակցություն, եկեղեցին էլ փաստացի ինքն իրեն դիրքավորել է որպես կուսակցություն, իսկ քաղաքական պայքարում կան քաղաքական կանոններ։ Եվ ինչ վերաբերում է այս հիբրիդային հարձակման պլանին, որի մասին խոսեցինք, ակնհայտ է, չէ, որ պլանը հիբրիդային հարձակում է, ոչ թե քայլերի փողոցային շարժման քայլերի հերթականություն, այնտեղ կա ներգրաված տարբեր ինստիտուտներ, տարբեր դերակատարներ, մեդիա հարձակումներ, ապա տեղեկատվություն, ինչպես իրենք են անվանել օլիգարխիա, այսինքն բիզնես, եւ չի բացառվում, որ նաեւ աշխարհակաղակական տարածաշրջանային լարվածության այս ֆոնին նաեւ այլ տիպի հարձակումներ կմիանային այդ մեդիա այդ հիբրիդային հարձակումների։ Սա հիբրիդային հարձակման, հիբրիդային պատերազմի պլան է, որը պատրաստում է Հայաստանի Հանրապետության դեմ հեղաշրջում, իշխանապահություն կամ ինչ-որ այլ անվանումով, եւ պետք է համաչափ լինի նաեւ հանրային ու պետության արձագանքը հիբրիդային հարձակմանը դրա կանխարգելելուն ուղղված։ Բարեբախտաբար Հայաստանի Հանրապետություն բավականաչափ ուժեղ է այս էլ որ երրորդ անգամ նկատելու համար, որ կան նախապատրաստվող ծրագրեր, դուք հիշում եք, թե հեղաշրջման բազմաթիվ ծրագրեր են կանխվել եւ սա հերթական փորձն է, որի մեջ ներառված է ցավոք սրտի նաեւ եկեղեցին եւ եթե թույլ կտակ մի բան էլ ավելացնեմ, այնտեղ նույնիսկ քվոտաներ կան անանուն մարդկանց, հա, օրինակ զոհված զինծառայողի ծնող։ Իրենք վստահ են, որ Հայաստանի Հանրապետություն կգտնեն ինչ որ մեկին զոհված զինծառայողների ընտանիքում, ովքեր կունենան ընդդիմադիր հայացքներ, ընդ որում էս թիրախավորումը նաև անպատկառ է զոհված զինծառայողների ընտանիքների նկատմամբ, իրենք ունեն կամ բան մեծ համախոհ զինված զինծառայողների ընտանիքների, եւ ես ուզում եմ սրա վրա ուշադրություն դարձնել, կամ ուրացող սեփական զավակի արյունը, հայ, այսպեսի ճակերտ։ Իրանք ամեն ինչի համար այս պիտակները, շրջանակները, ֆրեյմերը ունեն եւ ցանկացած adekvat արձագանք այդ միանգամից տեղավորվում է այդ փաթեթի մեջ, որը իրականում լրացնելու մարտավարություն է քաղաքացիներին, մարդկանց, տարբերվող հայացք ունեցող մարդկանց, չնայած Հայաստանի Հանրապետություն դուք գիտեք, որ չկա գրաքննություն, Հայաստանի մամուլը ազատ է, քան երբևէ ազատ է, նույնիսկ ես վերջերս մի ֆորումի էի մասնակցում, որտեղ բազմաթիվ Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների գործընկերներ կային եւ մենք բացահայտեցինք, որ այդ ֆորումի տասնյակ պետություններ ներկայացնող մարդկանցից ամենաազատ մեդիան ունի մեր երկիրը, որը ցույց է տալիս նաև, որ ես եթե չեմ սխալվում, այդ վերջին սանդրակում նույնիսկ Միացյալ Նահանգներից առաջ էր անցել Հայաստանի Հանրապետությունը, որը ցույց է տալիս շատ մեծ ազատություն մեդիայի, բայց դրան ի հակառակ այդ ազատությունից օգտվողները ժողովրդավարական գործիքները օգտագործելով ժողովրդավարության դեմ լրացնելու մարտավարություն են որդեգրել եւ ես հորդորում եմ քաղաքացիներին լինել համարձակ, լինել բաց իրենց տեսակետներում եւ չընկրկել այդ հիբրիդային հարձակումների դեմ, որոնք նրանց լրացնելու մարտավարությունն են եւ իդեպ նաեւ թե քաղաքական գործիչների, թե հատկապես վարչապետի նկատմամբ թիրախավորումը ստատուսների, հա, այսպես վարչապետի ստատուսները որպես ստատուս գրելը որպես արատավոր երևույթ ներկայացնելը, նույնպես այդ դրամաբանության մեջ է, որպեսզի իր կողքը իր շուրջ նեղած մարդիկ ասեն, վայ, պարոն վարչապետ, ոնց որ շատ եք ստատուս գրում, եկեք բան անենք, մի քիչ գրեք, որ լրացնելու տրամաբանության մեջ է։ Այսինքն որ մենք սկսենք ինչպես են չէ իրանք ներկայացնում, բա պաշտոնյայի վայել չէ, բա միթե նա ուրիշ գործ ունի եւ այլն այսպիսի բաներ, շրջանակներ պատրաստի էլի ֆրեյմերի մեջ են դնում այդ այսպես կոչված քննադատությունը, դա նույնպես այդ լրացնելու մարտավարության շղթա է եւ ես հույս ունեմ, որ մենք դուք մյուս դերակատարներից, ովքեր ժողովրդավարության կողմնակիցներ են եւ խաղաղության կողմնակիցներ են Հայաստանում, այդ լրացնելու մարտավարության սադրանքներին չենք տրվի եւ կշարունակենք խոսել պարզ, բաց, ճիշտ եւ գնահատականներ տալ այդ երևույթներին, որոնք տեղի են ունենում մեզ հետ։ Ես մի դիտարկում անեմ ինստիտուտների մասով եւ նրանց շահառուների կամ ներկայացուցիչների կողմից քաղաքական տեքստեր ասելու կամ քաղաքական process-ների մեջ մտնելու մասով։ Օրինակ ինձ համար շատ ակնհայտ է, օրինակ, եթե եկեղեցին, հա, թեև նույն Բագրատ Գալստանյանը իր շարժման սկզբից ասում էր, որ կաթողիկոսի օրհնությունը ունի, հա, եթե անգամ չունենար, եթե եկեղեցին որպես ինստիտուտ չի տարանջատվում այդ process-ից, չի ասում ես այս մարդու հետ այլևս գործ չունեմ, նա եկեղեցուց դուրս է եւ հետեւաբար ինչ ուզում կուզի քաղաքականությամբ կզբաղվի, կուզի շարժում կնախաձեռնի, եթե այդ ինստիտուտը օրինակ այս դեպքում եկեղեցին չի ասում, տրամաբանական է, չէ, եկեք մենք չլինենք էլի կեղծ բարեպաշտ, տրամաբանական է, որ այո, ուրեմն այդ ինստիտուտը համաձայն է այդ
շրջանակի գործողությունների հետ, որովհետև անպատկերացնելի է չլինել համաձայն եւ լռել տպավորություն ստեղծել, թե դու համաձայն ես ու ասես ես թիրախավորվում եմ։ Չէ, ընկեր, այդպես չի լինում։ Եվ հետո, եթե Գարեգին երկրորդը չի գնում, դուք ունեք պլան B։ Շատ հետաքրքիր հարց է, որ մեզ շարունակ տալիս են։ Մեր տրամաբանությունը այս պահին այն է, որ Գարեգին երկրորդ պիտի գնա։ Ես դրա պլան B-ն ենթադրում եմ նաև այս հարցը ինձ հնչել է, կոմպրոմիսների գնալն է, որովե պայմանավորվածության գնալը եկեղեցու հետ։ Ես կարծում եմ, որ անդառնալիության կետը արդեն հատել ենք, ակնհայտ է նաև, որ այս բանի պլանի, հա, պլաներ այդպես հեղաշրջման պլանի մեջ երևում է նաև եկեղեցու դերակատարումը եւ նաև եկեղեցին ինքը հայտարարում է իր այդ խորհուրդ կա, չէ, հոգևոր խորհուրդ կա, որը ազգային եկեղեցական ժողովը չէ, անհասկանալի մարմին է, պետք է նախ հասկանալ դա ինչ մարմին է, որ կարողանում է ամբողջ եկեղեցու անունից, հետեւաբար նաև եկեղեցականների անունից հայտարարություն տարածել։ Եվ ես նույնիսկ Բագրատ Սերբազանի կամ Բագրատ Գալստանյանի փողոցային ակտիվության մասին չէ, որ խոսում եմ, ես խոսում եմ հենց եկեղեցու անունից քաղաքական դիրքորոշումներ դեկլարացնելը, որը ոչ մեկ անգամ պատահել է վերջի տարիների ընթացքում։ Ես գիտեմ, որ նախորդ տարիներին, նախորդ տասնամյակներին եղել են դեպքեր, երբ որ հոգևորականները քաղաքական դիրքորոշում են հայտնել, ընդ որում ընդդիմադիր քաղաքական դիրքորոշումներ եւ նրանք կամ նրանց նկատմամբ կամ նկատողություն է եղել կամ կարգալույծ են արվել, որովհետեւ այդ մարդիկ կամ ինչ որ ապաշխարանքի հա բան ինչ որ ժամանակաշրջան է տրվել, որովհետեւ եկեղեցին իրեն դիրքավորել է որպես քաղաքական process-ներից անջատ կառույց։ Այս բանի եկեղեցին գործում է որպես կուսակցություն, որպես քաղաքական կուսակցություն եւ պետքա ինքը նաեւ պատրաստ լինի, որ երբ մտնում է քաղաքական գործունեության դաշտ, պետքա նաեւ այդ արձագանքը ստանա եւ եկեղեցականները, որոնք համաձայն չեն սրա հետ, ես կարծում եմ պետք է իրենց ձայնը բարձրացնեն, որովհետեւ մի մարդ կամ մի քանի մարդիկ Գարեգին երկրորդի գլխավորությամբ իրենց իրենց իրավունք են վերապահում ամբողջ եկեղեցու անունից քաղաքական հայտարարություններ տարածել։ Սա պետք է ազդակ լինի, լույս լինի, կարմիր լույս լինի եկեղեցականների համար, նրանք պետք է կարողանան արձագանքել սրան հավուր պատշաճի, որովհետև իսկապես եկեղեցին դարավոր ավանդույթ ունեցող ինստիտուտ է եւ բարդ է այնտեղ հիերարխիկ կառույց է, այնտեղ ավտորիտար կառույց է, ինչպես էլ մենք դրան անվանելու լինենք մի կենտրոնից կառավարվող կառույց է եւ նաև շատ բարդ է, որովհետև այն մարդիկ, ովքեր գտնում են այս կուսակցության մեջ, այլ ընտրանք չունեն դուրս գալու եւ գնալու ուրիշ եկեղեցի փնտրելու, եթե իրենք համաձայն չեն, հա, ուրիշ հայ առաքելական եկեղեցի, ըստ էության չկա հայ առաքելական եկեղեցին, այն կուսակցությունը, կուսակցության դիրքավորմամբ գտես պահին գործող այդ կառույցը ինքը անփոխարինելի է, ինքը այնպես չի, որ օրինակ ես ԿՊ-ի հետ համաձայն չեմ, դուրս կամ գնամ, չգիտեմ, հանրապետություն կուսակցություն կամ հանրապետական կուսակցություն մտնեմ, ասեմ իմ քաղաքական գործունեություն շարունակում եմ այստեղ հոգևոր գործունեության համար հայ ժողովուրդը հազարամյակներով ստեղծել է մի միջավայր։ Եվ այդ միջավայրում թե իմբոստանալն է իհարկե բարդ, որովհետև այդ իմբոստություն կարա արժանանա, ուղղակի հերացում, որտեղ դու այլընտրանք չունես, թե այլընտրանքային ձայն հնչեցնելն է բարդ եւ ես հասկանում եմ նաեւ այն իրավիճակը, որում գտնում են հոգեվորականները, որոնք համաձայն չեն տեղի ունեցողի հետ եւ որոնք հասկանում են, որ այլ ընտրանքներ չեն ունենալու, երբ որ օրինակ այդ համակարգի գլխին կանգնած մարդը որոշում կայացնի նրանց վերաբերյալ, ես խնդրում եմ նաև իրենց նկատմամբ որոշակի հոգատարությամբ եւ համբերությամբ զինվել, ես վստահ եմ, որ այդ ձայները ինչ որ պահի այնուամենայնիվ կհնչեն եւ հնչում են արդեն տեղ-տեղ, բայց մենք այլ ընտրանք Գարեգին երկրորդի կամ Կտրուչ Ներսիսյանի հեռանալուն այս պահին չենք տեսնում, եթե եկեղեցին չի ուզում վերագրանցվի որպես կուսակցություն, այլ ուզում է մնալ որպես Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցի, որպես հոգևոր կառույց, այդտեղ այլ ընտրանք չկա, արդեն հատվել է քաղաքականություն մտնելու գիծը եւ յետդարձի ճանապարհը ես չեմ զգում թե կա։ Ես էլ եմ կարծում, որ այնուամենայնիվ եկեղեցու ձայնը լսելի կլինի դեռ, եւ ես ավելի շատ վստահ եմ, որ այդ ձայնը գալու է, եթե կարելի է այսպես ձևակերպել, ավելի ներքևի օղակներից։ Դե տարբեր հասկանալի պատճառներով, հա, բայց ինչևէ, ձեզ ոչ թե անձամբ, այլ որպես քաղաքական միավորի հավաքական, հակա եկեղեցական գործունեության
մեջ են մեղադրում։ Հա, հանուն ազնվության ասեմ ինձ էլ, բայց քաղաքական գործիչ չեմ, բարեբախտաբար։ Այդտեղ որոնք չեն կիսում այս եկեղեցու քաղաքականացվածության ոճը, շատերին հենց այդպես էլ մեղադրում են։ Այո։ Ու օրինակ ես այսօր դրա մասին եմ մտածում։ Երբ մենք ինչ որ X մարդու կամ խմբի վարքը, օրինակ, այսօրվա հրապարակված գաղտնազերծված պլանը հեղաշրջման ընդդիմության, բնորոշում ենք հակապետական, մենք ամենայն դեպս ունենք օրենսդրություն, որը սահմանում է, չէ՞, ինչ է այդ գործունեության տեսակը, ինչու է պատժելի ու հազար ու մի բան։ Օրինակ, երբ ասում են մտածում էլի հակաեկեղեցական վարք, այդ հակաեկեղեցական վարքը ինչ տեսք ունի։ Ինչ է հակաեկեղեցականությունը։ Ինչ ձև է արտահայտվում։ Դե Այսինքն, այս եթե բանը ես քննադատության տեսնում մեջ բարձրաձայնում եմ, դա հակաեկեղեցական վարք է։ այս քննադատության մեջ հակաեկեղեցականը իբրև հակակտրիչ ներսիսյանական այսպես հոմանիշներ են։ Ես ինձ իրավունք չեմ վերապահի շատ խոսել եկեղեցու անունից, ես հիմա խոսում եմ որպես падգամավոր եւ օրենսդիր, որը նաեւ օրենսդրության հետ գործ ունի, նաեւ ես հիշում եք վարչապետը հրապարակել էր չափանիշներ, թե ովքեր կարող են այդ խումբը ձևավորել եւ խոսել եկեղեցում փոփոխությունների մասին, քննարկում ունենալ։ Ես ինձ այդտեղ չեմ գտնում, ես ունեմ բազմաթիվ այսպես ասած հոգևոր առումով եկեղեցական իմաստով բազմաթիվ զանցանքներ եւ ես իսկապես ինձ այդպես չեմ զգում էլի ես նույնիսկ մկրտված չեմ չնայած հայ առաքելական եկեղեցու որպես մշակութային ժառանգության կրող եմ եւ ես չեմ ուզում մտնել ոչ հավատի ոչ հոգևորի ոչ այս եկեղեցու տրամաբանության դաշտ ինձ համար որպես օրենսդիր ակնհայտ է մի բան, որ սահմանադրության մեջ հայ առաքելական եկեղեցին նշված է որպես առանձնահատուկ կարգավիճակ ունեցող կառույց, եւ այդ առանձնահատկությունը պետք է ինչ-որ կերպ դրսևորվի, եւ այդ առանձնահատկությունը ըստ երևույթին պետության հետ հարաբերությունների ձևն է, որովհետեւ սահմանադրություն պետության եւ ինչ որ ուրիշ պետության եւ պետության ներսում գործող մարմինների հարաբերությունները կարգավորող է կամ իրար հետ կամ պետության հետ։ Հիմա երբ որ մենք խոսում ենք 18-րդ հոդվածի մասի սահմանադրության եւ ասում ենք, որ առանձնահատուկ է կարգավիճակը, ինչով պետք է առանձնանա Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին մնացած կրոնական կազմակերպություններից, եթե ոչ պետության հետ հարաբերությունների ձևով։ Հիմա շատ հաճախ մեր ընդդիմախոսները խոսում են այն մասին, որ կրոնական կազմակերպությունների ազատության մասին կոնվենցիաներով եւ օրենքներով եւ այլնով պետությունը պետք է հարգի կրոնական կազմակերպությունների քաղաքական իրավունքները եւ այլն եւ այսպես շարունակ, բայց ես կարծում եմ, որ այդ առանձնահատկությունը նաեւ մեր հարաբերությունները կարգավորելու մասին է։ Ուզում եք առանձնահատուկ կարգավիճակ, որոշել ենք ամբողջ ժողովուրդը, որ Հայաստանի այս առաքելական եկեղեցին, օրինակ հայ ավետարանչական եկեղեցուց կամ հայ կաթողիկ եկեղեցուց տարբերվող առանձնահատուկ կարգավիճակ է ունենալու։ Պետությունը հետսովետական շրջանում, անկախության շրջանում տվել է բազմաթիվ իր մշակութային հուշարձաններ եւ գույքեր եւ տարածքներ եկեղեցուն օգտագործելու որպես հոգեվոր սպասարկման ուրեմն վայր ակնհայտ է, չէ՞, այս մասին չմանրամասնեմ։ Պետությունը օրինակ տվել է արտոնություն եկեղեցու կից բարձրագույն կրթական հաստատությունների տղամարդկանց չծառայելու Հայաստանի բանակում եւ հոգեվոր ծառայության ինքն իրեն նվիրելու։ Պետություն տվել է բազմաթիվ հարկային արտոնություններ, բազմաթիվ արտոնություններ է տվել հայ եկեղեցու եւ պետությունը իրավունք ունի նաեւ թափանցիկություն, հաշվետվություն, ինչու ոչ որոշումների կայացմանը որոշակիորեն ներգրավվածություն ունենալ։ Հակառակ դեպքում այդ վանքերը, ջրայր, հայ ժողովրդի վանքերն են հայ ժողովուրդը, որի մեջ կան բազմաթիվ աթեիստներ, ավետարանչականներ, կաթողիկ եկեղեցու հետևորդներ, հեթանոսներ, բազմաթիվ մարդիկ կան, որոշել են, որ Հայաստանի այս առաքելական եկեղեցին առաքելականությունը այնքան մեծ մշակութային արժեք ունի, որ մենք բոլորս մեզանից որոշները չունենալով կրոնական սենտիմենտներ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այնուամենայնիվ մեր մշակութային ժառանգության մի ստվար մասը ի պահ ենք տալիս այդ հոգևոր կառույցին, որպեսզի նա այնտեղ կազմակերպի իր հոգևոր գործունեությունը։ Հիմա այդ նույն ժողովուրդը, որը իր մշակութային ժառանգությունը, իր հարկերը, իր արտոնությունները տվել է, հիմա
ինչ որ կերպ պետք է իր պետության միջոցով, որովհետև ընտրում է պետության ղեկավարին, ոչ թե եկեղեցու ղեկավարին, կամ պետության ղեկավարներին, պետության քաղաքական գործիչներին, ոչ թե եկեղեցու, այսպես ասած, հոգևոր խորհրդին, իրավունք ունի որևէ կերպ մասնակցել, մասնակցություն ունենալ այդ գործընթացին, թե ոչ։ Հիմա ուզում եք լինել առանձնահատուկ, եկեք լինենք առանձնահատուկ։ Եվ այս առանձնահատկությունը հենց այդ հարաբերությունների մեջ պետք է դրսևորվի, որովհետև առանձնահատուկ լինել չի նշանակում լինել արտոնյալ, բայց չունենալ առանձնահատուկ հաշվետվության մեխանիզմներ, չունենալ առանձնահատուկ հարաբերության ձևեր։ Իսկ ով ասաց, որ եթե այդքան առանձնահատուկ է Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցին, ուրեմն առանձնահատուկ կերպով պետություն չի կարող նաև մասնակցություն ունենալ նրա վերնախավի որոշման, վերնախավի ձևավորման հարցում, որը ի դեպ նաև ունեցել է անկախության շրջան, բա առանձնահատկությունը ո՞նց պիտի դրսևորվի։ Դե հենց այդ է էլի հարցը, բերելու եք ֆինանսական թափանցիկության դաշտ։ Ֆինանսական թափանցիկության մասը եկեղեցու հետ կապված բավականին պատրաստի վիճակում է գտնվում, բայց սա միակ հարցը չի, որը արկախված է։ Ես հիմա բան չեմ ուզում նստել եւ բողոքել, որովհետեւ ես իմ աշխատանքը լուծումներ գտնելն է, ոչ թե բողոքելը, բան անելը, խնդիրներ վեր հանելը, բայց այնուամենայնիվ մենք ունենք շատ-շատ ուրիշ խնդիրներ եւ ինձ համար անձնապես որպես մշակույթի ոլորտի պատասխանատու մեր հուշարձանների եւ թանգարանների հարցն է առանձնահատուկ։ Մենք դրա հետ կապված չունենք որակյալ օրենսդրական հարաբերություններ, մենք դրանց հետ կապված ունենք ավանդույթ, ավանդաբար որոշակի ներդրումներով նախարարությունը, պետությունը որոշակի միջոցներով բարելավում է, ռեստավրացնում է կամ օգնում է այդ հուշարձաններին վերականգնվել։ Իհարկե շատ կարևոր է այստեղ ընդգծել նաև, որ ինքը եկեղեցին իր միջոցներով, բարերարների միջոցներով այդ հուշարձանների նկատմամբ պահպանության որոշակի պատասխանատվություն ունի, որի մի մասը բարեխղճորեն կատարում է, մի մասը ոչ։ Դուք գիտեք, որ կան նաև խոնարհված եկեղեցիներ, որոնք եկեղեցու գույքը չեն համարվում, հա, այդ ինքը որպես հասարակական կազմակերպություն է գրանցված, այդ կազմակերպության գույքը չեն համարվում, բայց հիշում եք անցած տարի մի անգամ եկեղեցին հայտարարություն տարածեց անցած տարվա սկզբին էր, որ ինքը փակում է իր թանգարանների եւ արխիվների դռները, եւ եթե չեմ սխալվում, նույնիսկ եկեղեցիների մի հուշարձանների միգուցե, բայց հաստատ թանգարանների եւ արխիվների դռները հանրային հեռուստաընկերության արչեւ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ օրինակ հանրային հեռուստաընկերությունը, որը նույնպես հանրօգուտ աշխատանք է կատարում, հանրային միջոցներով ֆինանսավորվում է, հանրությունը փող է տալիս, որպեսզի ստանա արդյունք, ինչ որ product ստանա այդ հեռուստաընկերությունը, չի կարողանա օրինակ մեր հոգևոր կյանքի վերաբերյալ ինչ որ արխիվային ռեպորտաժ պատրաստել, թանգարանային ռեպորտաժ պատրաստել, որովհետև իրենք իրենց դիրքավորել են որպես քաղաքական դերակատարներ եւ մտածում են, թե կարող են հանրությունից ստացել, դուք պատկերացնեք հանրությունից ինչքան բան ունի ստացած եկեղեցին։ Սկսած գույքից, հողատարածքներից, հուշարձաններից, թանգարանային նմուշներից, արտոնություններից, հարկային կրթական կազմակերպությունների հետ կապված բազմաթիվ արտոնություններից, բանակում հաստիքից, նույնիսկ օրենքի մեջ նույնիսկ գրած է, որ ինքը կարող է որոշակիորեն կատարել ՔԿԱԳ-ի գործառույթները եւ եթե օրինակ ամուսնական զույգը գրանցված չէ ԶԱԳՍ-ում, բայց գրանցված է եկեղեցում, իր փաստաթուղթը համարվում է վավեր քաղաքացիություն շնորհելիս պետությունը նայում է մկրտված լինելու վկայականին եւ փաստորեն քաղաքացիություն շնորհելու մեջ նույնիսկ որոշակի դերակատարում ունի։ Մենք ամբողջ հանրությամբ, նորից կրկնում եմ, մեր բոլոր բազմազան, ամբողջ բազմազանությամբ, մեր տարբեր հավատներով, ուսմունքներին հավատալով եւ այլնով եւ ազգային փոքրամասնություններով բոլորով համաձայնել ենք այդ ամբողջ արտոնությունները նվիրել եկեղեցուն եւ ինչ արձագանք ունի հանրությունը եկեղեցու կողմից եկեղեցին որոշել է, որ ինքը կուսակցություն է։ Սա է իր արձագանքը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանն էր։ Բաժանորդագրվեք ալիքին, իսկ օրվա տեղեկություններին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։